Հարգելի աղեղնավորներ, եկեք տեսնենք, թե ինչպիսին կլինի հուլիս ամիսը ձեզ համար։ Իսկ ես ձեր համար արդեն կազմել եմ հորարքարտեզ, ուրեմն եթե մենք նայում ենք ձեր աշխատանքը եւ ամենօրյա գործերի հետ կապված, ուրեմն ձեր 6-րդ տունը ցուլում է գտնվում եւ լուսնային հանգույցը հուշում է, որ պետք է կենտրոնանալ ընթացիկ կայուն պարտականությունների վրա։ Հին նախագծերի վերադարձ, քանի որ 9-րդ տան այրույցում ավելի շուտ Մերկուրին հետ ընթաց է, ուրեմն աշխատանքում նոր գաղափարներ սկսելու փոխարեն ստիպված կլինեք վերանայել, ուղղել կամ կատարելագործել հին կիսատ մնացած գործերը։ Գործընկերային հարաբերություններ, սա 7-րդ տան, ուրեմն գործընկերային հարաբերություններն է եւ գտնվում է ուրեմն 7-րդ տան սահմանին, որտեղ Յուպիտերը կարող է բերել հեռանկարային, բայց դեռևս քննարկման փուլում գտնվող համագործակցության առաջարկներ։ Ուրեմն ձեր ֆինանսական վիճակը 8-րդ տան խեցգետնի գտնվող Մարսի եւ Ուրանի միացությունը ցույց է տալիս, որ ֆինանսական կտրուկ շարժ, հնարավոր են անսպասելի խոշոր ծախսեր, որոնք կապված չեն ձեր անձնական ցանկությունների հետ, օրինակ հարկեր, պարտքեր, վարկեր կամ զուգընկերոջ ֆինանսական խնդիրներ։ Ձեզ գումարի հարցով մոլորակները զգուշացնում են, խուսափեք այս ամիս խոշոր ներդրումներից, արագ հարց ստանալու կասկածալի առաջարկներից եւ իմպուլսիվ գնումներից։ Գումարային հարցերում իրավիճակը կարող է փոխվել նույնիսկ մեկ օրում։ Եթե նայենք ձեր անձնական կյանքը, ապա սիրո եւ ժամանցի ձեր 5-րդ տունը գտնվում է Խոյում, որտեղ գտնվում է նաեւ Սատուրնը հետընթաց եւ Նեպտունը ստիպում է ձեզ հանել ձեր վարդագույն ակնոցները, եթե հարաբերություններում կային պատրանքներ կամ չասված խնդիրներ, դրանք ջրի երես են դուրս գալիս։ Սա թեթև սիրախաղերի ժամանակաշրջան չէ լինելու ձեր համար, գոյություն ունեն ուրեմն կապերում պահանջվող հասունություն եւ փոխադարձ հարգանք եւ լուրջ խնդիրների համատեղ լուծում։ Միայնակ աղեղնավորները կարող են վերանայել իրենց պահանջները զուգընկերոջ ընտրության հարցում։ Ձեր առողջությունը, ուրեմն նյարդային գերբեռնվածություն, սա Մարսի եւ Ուրանի ակտիվությունը կարող է բերել ներքին տագնապայնություն, ստրեսի եւ քնի խանգարումներ։ Ձեր էներգետիկան բարձր է, բայց այն սպառվում է անկանոն։ Եվ կա վնասվածքների կամ հանկարծակի բորբոքային պրոցեսների փոքրիկ ռիսկեր, խորհուրդ է տրվում չգերօգնել, խուսափել ծայրահեղ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից եւ ժամանակին հանգստանալ, նույնիսկ եթե դուք զբաղվում եք սպորտով, ծանր, այսպես սպորտը ձեզ այս պահին հակացուցված է։ Եթե խորհուրդը նայենք տիեզերքի, ապա տիեզերքը ձեզ խորհուրդ է տալիս միշտ ապեք առաջ անցնել եւ հարկավոր է ամրացնել ձեր թիկունքը։ Դա առաջին տանը գտնվող հետընթաց Պլուտոնն է մեզ հուշում, որը հիմա ձեր ներքին վերափոխման փուլում է։ Տիեզերքը խորհուրդ է ձեզ տալիս կանգ առնել, վերլուծել սեփական ցանկությունները, նայել ձեր սեփական սխալները եւ միայն դրանից հետո կատարել հաջորդ մեծ քայլը։ Անակնկալ, որը սպասում է, հարգելի աղեղնավորներ, ձեզ հուլիս ամսին, հնարավոր է հանկարծակի հնարավորություն կամ լուր Հայաստանից դուրս, արտերկրից, կամ հեռվում ապրող մարդկանցից, կամ անցյալի ընկերներից։ Սա կլինի շնորհիվ 9-րդ տան հզոր մոլորակների կուտակմանը։ Կարող են հայտնվել մի հին գաղափար կամ առաջարկ, որը ժամանակին չէիք կարողացել իրականացնել, եւ հիմա այն կստանա երկրորդ շնչառությունը։ Զգուշացումը ձեր համար, զգուշացեք էմոցիոնալ պոռթկումներից եւ հապճեպ որոշումներ կայացնելուց։ Քարտեզում առկա լարված ասպեկտները կարող են ստեղծել տպավորություն, որ պետք է ամեն ինչ կտրուկ քանդել եւ վերսկսել։ Հատկապես զգույշ եղեք փաստաթղթեր ստորագրելիս եւ ուրիշների հետ վեճերի մեջ մի մտեք։ Հետընթաց Մերկուրիի շրջանում ասված խոսքերը կամ արված քայլերը հետագայում դժվար կլինի ուղղել։